Տիկին Ղազարյան մայիսի 8-ից մեկնարկել է ազգային ժողովի նախընտրական քարոզարշավը, դուք եւս ակտիվ մասնակցում եք քարոզարշավին, ընդդիմությունը նույնպես մասնակցում է, իսկ խնդրեմ նախ անդրադառնաք ընդհանուր տպավորություններին ձեր մասով եւ ընդդիմության հայտարարություններին այս ընթացքում, Ընդհանուր, որպեսզի գնահատական հնչեցնեմ, կասեմ, որ բավականին պոզիտիվ դրական քարոզարշավ ենք իրականացնում, ժողովրդից մեծ աջակցություն ու սեր ենք ստանում յուրաքանչյուր համայնքում եւ դա պարզ երևում է ինչպես ուղիղ հեռարձակման ընթացքում կարող են մեր քաղաքացիները հետևեն, այնպես էլ մենք բոլորս մեր հերթին մեկնաբանում ենք, որտեղ ողջավորությունն է շատ, երբ որ մարդիկ սիրով գալիս են, երեխաների մասնակցությունը շատ մեծ սիրով հանրահավաքներն շատ հետաքրքիր է անցնում ամեն դեպքում քարոզարշավը, փորձում եմ հնարավորինս բոլոր տեղերում մասնակցել, այսօր մի պահ եմ կտրվել, որովհետև հանձնաժողովի նիստ ունենք, հարցազրույցից հետո եւս կմիանամ քարոզարշավին, իսկ ընդդիմադիրների խոսույթը այս ընթացքում գնալով ավելի բացասական է դառնում ընդհանուր առմամբ, արդեն սկսել են հայոյանքի լեզվով խոսել, արդեն սկսել են ատելության խոսքով հանդես գալ, ինչպես նաև այսօր մենք տեսանք նաև սպառնալիքները, որոնք հնչեցնում են մեր հասցեին։ Այդ հենց դրան է ուզում անդրադառնալ, Ղարաբաղցու ակցենտով սպառնալիքներ, դիմակավորված ինչ-որ անձին սպառնում են վարչապետին։ Գիտեք, շատ վատ եմ զգում այն փաստի հանգամանքով, որ օգտագործում են բոլոր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անունից կարծես հանդես են գալիս եւ ես վստահեցնում եմ, որ ոչ բոլորն են կիսում նրանց կարծիքները եւ նման տեսքով հանդես գալ մենք երբևէ որևէ մեկի հետ պարզ խոսելու, դեմքին նայելու, հաղորդակցվելու, բովանդակային խոսույթի մեջ մտնելու խնդիր չենք ունեցել եւ ինչպես տեսնում եք, միջև քարոզարշավն ենք մենք նախաձեռնել այդպիսի հանդիպումներ եւ նման կարգավիճակով հանդես գալ է, այդպես եթե տենց ուժեղ տղաներ եք, զենքերով ու մասկաներով, պարզ եկեք խոսենք ու պարզաբանենք ինչն է ձեր կռիվը եւ ինչի մասին է ձեր կռիվը։ Խոսենք Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, մի մարդ, որի ղեկավարման տարիները ժողովրդի մեջ հայտնի էին որպես արյունոտ տասնամյակ, այս մարդը թույլ է տալիս իրեն այսպիսի մի արտահայտություն անել, ես մեջ բերեմ, պատկերացրեք, թե ինչ ապրումներով մենք պետք է գնանք ու այդ քվեաթերթիկը վերցնելուց, որը շփում է ունենալու արյունոտ քվեաթերթիկի հետ, դրանով էլ կանցնենք։ Ես դադարել եմ զարմանալ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը խոսում է առհասարակ այն բաներից, որի հիմնադիրը ինքն է եղել։ Ես երեկ եմ անդրադարձել։ Արտագաղթի հիմնադիրը ինքն է եղել։ Արյունոտ տարիները 10 տարին իրեն է վերագրված։ Առհասարակ մարդիկ ատելություն ունեն այս մարդու հանդեպ։ Եվ մարդը խոսում է անվտանգային թեմաներից, մարդը խոսում է այնպիսի թեմաներից, որ կոնկրետ իրան է վերագրվել, անվտանգության թեման կոնկրետ, բոլորս գիտենք, թե ժամանակին իր անգործության եւ իր բաց թողումների հետևանքով ինչպիսի դիսբալանսեր առաջացել անվտանգության թեմայով մեր եւ հարևան երկրի։ Ասենք այս մարդը պարզ-ճակատով ուզում է դուրս գալ մարդկանց մեջ եւ խոսել։ Վստահեցնում եմ ձեզ, ինչքան շատ խոսի, ինչքան նման գործելակերպ ворթեգրի, այդքան մեծանալու է ձնագնդիկի էֆեկտով իր հանդեպ ատելությունը, որովհետեւ մարդիկ հստակ ապրել եւ տեսել են իր տարիները։ Մարդիկ իր կառավարման տարիներին հոկտեմբերի 27 ու մարտի 1 են տեսել։ Մարդը նորից այսօր ես վստահ եմ, որ այսօրվա սպառնալիքի հետևում հենց իրենք են կանգնած եւ այսօր էլի Հայաստանի քաղաքացու վրա զենք բարձրացնելու ռիսկ ենք տեսնում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ ընտրված վարչապետի ուղղված էր այդ սպառնալիքները եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես միշտ եմ իմ խոսքով ասել, ես չեմ զատում մեր իշխանությունը ժողովրդից, որովհետեւ մենք ժողովրդի իշխանությունն ենք ուղղակի քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդությամբ։ Մի հայտարարություն էլ արել է Քոչարյանը, իբրև թե իր ժամանակ երկիրը ստաբիլ զարգանում էր եւ մեզ հնարավորություն էր տալիս մեզ բարձրացնել անգամներով կենսաթոշակներ աշխատավարձեր։ Դուք եք ապրել այդ ժամանակահատվածում։ Այդ ժամանակ ես մենակ մի փաստ վերեմ էլի, այդ ժամանակ իր կառավարման տարիներին 250,000-ից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի է լքել Հայաստանի Հանրապետությունը ու ընդ որում անվերադարձ։ Եթե կային պայմաններ, եթե այդքան լավ էր ամեն ինչ էր, այդքան վատ։ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին անդրադառնանք, համեմատական է անցկացնում եւ ասում, որ Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, Հայաստանում դեղին լրագրող, նկատի ունի վարչապետին։ Ես խնդրեմ ասեք Իվանիշվիլու հետ ինչ համատություններ են անում, արդյոք այս Իվանիշվիլի երկու օպերացիան իրենք դեռ մտմտում։ Դե իրենք ինչ ասես մտմտում են իրականում, բայց իրենք չեն հասկացել, որ մարդիկ իրենց տեսնում են ոչ թե երկրի իշխանության ղեկին, այլ իրենց ոնց ընկալել են գործարար գուցե որոշ մարդկանց, այդպես էլ ընկալում են եւ երբեմն երբ որ աշխատատեղերից եւ այլնից է խոսում այս կամ այն վայրում, դա նրանից է, որ քաղաքացիները մտածում են գուցե մտադիր է ինչ-որ ներդրում անել, ինչպես եւ սովոր են իրենց այդ դիրքում տեսնել, բայց իրականում ես վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիները ընդհանրապես իրեն ղեկավարի
գերում չեն տեսնում, որովհետև իրենք այսպեսի առհասարակ իրենց խոսույթը միշտ ծիծաղալի է թվացել եւ հիմա էլ է ծիծաղելի եւ շարունակելով էլի, եթե ինչքան իրենք խոսեն, այդքան բացասական էֆեկտ է ունենում իրենց վրա։ Նարեկ Կարապետյանը Արմավիրում խոսել է ջրի խնդրի մասին, թե ինչպես կարելի է հիմա առանց ջրի ապրել, հետո խոսել է, որ 2018-ին իրական հեղափոխություն չեղավ, քաղաքական հեղափոխություն եղավ, քաղաքները հին են, ուզում եմ ասել ոչինչ չի արվել։ Գիտեք ինչ արձագանքներ եմ լսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Այսօր իրականում այն ծրագրերը, որ մենք առաջարկում ենք, ինչպես է եղել, մենք մեր ժողովրդի հետ աշխատել ենք, զարգացրել ենք, յուրաքանչյուր համայնքում կոնկրետ փոփոխությունները կան, նկատվում են եւ մենք ըստ այդմ հասարակության հետ քննարկումների արդյունքով առաջ են գնում ջրի թեման եւս մենք քննարկել ենք ու վարչապետը ամենտեղ հենց ջրի կառավարման վերաբերյալ է խոսում, որ առաջիկայում մեր առաջիկա գործընթացներից մեկը դա է լինելու։ Խնդիրը գիտեք, որ այս բանը մյուս քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ Նարեկ Կարապետյանը վերցնում եւ փոխաբերական իմաստով ներկայացնում է մեր ծրագրերը։ Դա այս կարգի չունենալ նոր արդիական միտք, ասենք կրկնելով մեր թեզերը փորձում են ժողովրդից քվե խնդրել։ Ես պարզապես տեսնում եմ այդ գործընթացը։ Եվ ով է խոսում, հա? Մի մարդ, որի հայրը ամենակարկառուն հանրապետականներից է եղել։ Դե բնականաբար այդ մասին արդեն դե բնականաբար այդ մարդի մասին բավականին երկար ենք խոսել, ընդհանուր առմամբ ուժեղ Հայաստանի տակ ընդհանուր հանրապետական կուսակցությունն է իր բոլոր ներկայացուցիչներով, դե էլ չասենք հորեղբոր ներկայացվածությունը հանրապետական կուսակցությունում եւ ինչքան մեծ է եղել եւ ներդրում է այդ կուսակցության զարգացման նաեւ գործում ինչքան է եղել։ Եվ խոսենք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների մասին, այսպեսի մի բան է ասել. Տարրերը չգիտեն, թե չէ ի վնաս Արցախի նման բան չէին ստորագրի։ Էլ չեմ զարմանում կոնկրետ ասած, որովհետև այն մարդիկ, ովքեր ինչը իրենց արատն են, այդ մասին են խոսում, տարրը ճանաչելուց, չճանաչելուց, պետք է չխոսա Գագիկ Ծառուկյանը։ Հայերեն խոսալուց ու չխոսալուց չպետք է խոսա Ռոբերտ Քոչարյանը կամ Կալուգացին։ Այսինքն որևէ մեկը իրավունք չունի խոսալ նենց բաներից, որ իրենք չունեն բացառապես, բայց ցավոք սրտի իրենք հենց շեշտադրումը դրա վրա են անում, չգիտեմ ինչ ակնկալիքով։ Իրենք չեն հասկանում, որ ծաղրի առարկա են դառնում, հատկապես ինչպես նշեցիք, խոսում են բաներից, որտեղ իրենք բացակայում են կարելի է ասել։ Ես նրանով եմ ուրախ, որ մեր կուսակցության այն ամենակարևոր գործոնը նա է, որ ժողովրդի հետ միասին շփումների արդյունքով խոսում եւ քննարկում ենք այն բոլոր բարեփոխումները, որ այս ընթացքում իրականացրել են, իսկ դրանք ահռելի են եւ շարունակում ենք իրագործել հենց մեր ժողովրդի հետ։ Շատ օրգանիկ ու շատ փոխկապակցված միմյանց հետ առաջ ենք գնում։ Եվ փաստերի ստուգման հարթակը օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում Հայաստանում, ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական եւ տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին, եւ ինչպես նշված է հայտարարության մեջ, այդ փաստաթղթերը ամենայն հավանականությամբ արտահոսել են հաքերային հարձակման արդյունքում եւ ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի փաստացի ենթակայությամբ գործող այդ սոցիալական դիզայնի գործակալության նամակագրությունները եւ այլ նյութեր։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Դե գիտեք, հիբրիդային հարձակումների այս ֆոնին դա անխուսափելի էր եւ դրական եմ գնահատում այն հանգամանքը, որ մեր հանրությանն էլ արդեն պարզ է դառնում այդ փաստաթղթերի արտահոսքից, թե ինչի մասին էինք մենք խոսում եւ չեն դիտարկի մեր խոսույթը որպես առանց փաստահեն խոսույթ, որովհետեւ հիմա արդեն այդ փաստերը կան եւ հստակ կարող ենք ասել, որ արտաքին ներգործություն կա մեր ներքաղաքական կյանքին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար